գյուղացու աշխատանքը, հողագործությունը, բերքը մեր անվտանգության բաղադրիչը։ Հիմա ես որ մտածում եմ, չէ, Երևանում, քաղաքներում մենք բոլորս ինչ ենք անելու, եթե գյուղացու աշխատանքը չլինի։ Դրա համար է, որ սա պետք է բոլորս նկատի ունենանք, ինչ պետություն էլ որ կառուցես, եթե գյուղացու հող մշակելը չգնահատես, չարժևորես, երկիրը չի կարող ունենալ իրական անվտանգություն։ Ոռոգման ջրի հարցը, ջուրը ամեն ինչի սկիզբն է, մայրը, սնուցողը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։ Պետք է դրա, քանի որ հիմքը այս ամեն ինչի այս ջուրն է, մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր, քայլեր հստակ։ Ոռոգման ջրի հետ կապված պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ, որովհետև նպատակը որն է, եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի էլի չարչարվելու է մարդը, արդյունքում չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք գյուղական, անձնական նպատակների համար, ոչ բիզնես ու արտադրական, մինչև կես հեկտար ունեցող գյուղացու համար ոռոգման ջրի գինը ամբողջ սեզոնի համար պետք է լինի 500 դրամ, 1 հեկտար ունեցողինը 1000 դրամ, 2 հեկտար ունեցողինը 2000 դրամ և 2 հեկտար ու ավելին 2000 դրամ։ Նպատակը որն է, հիմա դուք կարող եք ասնել ինչու այդպես, բա որովհետև մենք ուրիշ ելք չունենք, որովհետև ամեն ինչի հիմքը սա է, դրանից բացի պետությունը պետք է լինի գյուղացու մեջքին կանգնած մթերումների հարցում, սա նույնպես շատ կարևոր է և անարդար է, երբ գյուղացին ինքը վերջում մնում է իր պրոբլեմների հետ մեն-մենակ, մտնում է խոշոր մթերողների հետ մեն-մենակ, և պետությունը ստիպված ինչի պետք է գյուղացին գնա փողոց փորձի փակել, իր շահերի համար պաշտպանություն ինքը իրականացնի։ Պետք է լինեն հատուկ կայաններ մթերման, որտեղ գյուղացին կտանի պետության կողմից ստեղծված կայաններ և կմթերի իր մթերքը, այն արտադրանքը, որը տվել է։ Այդ կայանները պետք է ունենան նաև խորհրդատվական ֆունկցիաներ, այսինքն գյուղացին ուզում է որևէ բերք աճեցնել, նոր բերք աճեցնել, նոր հող է գնել, ուզում է այնտեղ նույնպես հողը մշակել, պետությունը պետք է ճիշտ խորհուրդներով ուղղորդի, արդյոք այդտեղ կստացվի։ Ստացվելու դեպքում ինչ բերք կարող է ստանալ գյուղացին և այլն։ Պետք է իրականացնի պետությունը նաև գյուղատնտեսական մթերքի բրենդավորում, սա կարևոր է։ Մեր ծիրանը, խաղողը, մնացած մեր բերքատեսակները, սրանք մեր ազգային բրենդն են, մեր ամբողջ աշխարհով մեկ։